Գիտենք իրենք նույն ոճրագործներն են, ինչ թուրքերը, որովհետև ընդամենը 2 տարի առաջ Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն։ Սա մենք պիտի իմանանք եւ երբեք չպետք է մոռանանք։ Եթե իրենք ոճրագործ են եւ թուրքերի, թե Օսմանյան, թե Ադրբեջանի թուրքերի հետ, դա անում են, էլ ինչի մասին կարելի է մտածել կամ ինչի հետ կապված կարելի է հարց տալ։ Սա իրականություն է։ Բոլորը հստակ գիտեն, որ եւ զոհերը հազարավոր եւ էթնիկ զտումները այսօր մի հայ չի մնացել Արցախում, բա ցեղասպանությունը ինչպես է լինում։ Մենք հիշելով 100 տարի առաջ, 110 տարի առաջ տեղի ունեցածը չպիտի երբեք մոռանանք, որովհետեւ կարող ենք մոռանալ եւ թույլ տալ այն ինչ տեղի ունեցավ Արցախում։ Արդեն Հայաստանում։ Արցախն էլ է Հայաստան։ Չէ, այս դեպքում Արևմտյան Հայաստանն էլ է Հայաստան։ Այդպես որ չենք կարող զոհաբերել ինչ որ ոճրագործների մեր հայրենիքը հատված առ հատված չի կարելի։ Չպիտի մոռանանք։ իսկ ինչն է ձեզ դրդում իշխանություններին այսօր խոսել թշնամի երկրների հետ բարեկամության, հաշտության, խաղաղության մասին։ Որովհետև տգետ են, չեն հասկանում խաղաղությունը ինչ ծանր ու բարդ բան է եւ ինչ ծանր գնով է ձեռք բերվում։ Խաղաղություն ասելով խաղաղություն չես ունենա։ Զիջումներ անելով, անընդհատ ամեն ինչ զիջելով, փախնելով, հետ ընկրկելով երբեք խաղաղություն չես ունենա։ Ընդհակառակը ոճրագործը չէ թե մտ կանգնած, ախորժակը ավելի է մեծանում, ավելի է ուզում։ Մեր աչքի առաջ է այդ ամենը, անընդհատ հերթական պահանջներ։ Սա տգիտության արդյունք է եւ նաեւ անհայրենիք մարդկանց պահվածք, ուրիշ ոչինչ։ Եվ նաև խոսվում է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը իրենց առաջնային արտաքին քաղաքականության առաջնային օրակարգը չէ։ Ոնց կարող է լինել, երբ որ իրենք քիչ առաջ էլ ասացի, իրենք Ադրբեջանի հետ այդ Արցախի ոճրագործությունը իրականացրեցին, ցեղասպանությունը անողը ոնց կարող է ուրիշ բան մտածել, ուրիշ բան ասել։